Մեզ հասակակից շատ քիչ ազգեր կան, որ հիմա գոյություն ունեն։ Օրինակ, Եգիպտոսում ղոպտերը գոյություն ունեն, Եգիպտոսի մինչ արաբական քրիստոնյա բնակչություն։ Այդ փարավոնների Եգիպտոսի հետնորդներն են այդ մարդիկ։ Եգիպտոսի բնիկներ, Բնիկ եգիպտացիներ, այո։ Իրանք են մեզնից նույնիսկ կարելի ասել մեծ, գիտեք, օրինակ հрьяաներին ամենայն հարգանքով հանդերձ, բայց տեսեք հрьяաները, եթե այս առումով ենք նայում, մոտ 1000 տարի մեզնից փոքր են, որովհետև նույնիսկ ավետարանական ժամանակագրությունը, եթե Աբրահամին վերցնենք որպես հрьяաների նախնի, Աբրահամի կյանքի սկիզբը դրվում է մեր թվարկությունից առաջ 19-րդ դարում, այսինքն ինքը ծնվել է ինչ որտեղ 1820-ական, 10-ական թվականներին մեր թվարկությունից առաջ եւ մահացել է մոտ 80-90 տարի հետո, այսինքն 1720-30-ական թվականներին։ Դրանից ենք դնում հрьяաների սկիզբը, բայց հрьяաները հույները այլ էթնոս վերցնենք։ Հույների պատմական սկիզբը, եթե դնում ենք տրոյական պատերազմը, որը այս պահին թվագրվում է ներկա գիտական տվյալներով մեր թվարկությունից առաջ 12-րդ դարի սկզբում, 1190-1180 թվականներին, արդեն մեզնից հետ են գալի մոտ 1500 տարի։ Ասորիները նորից հին ազգ, մեր եղբայր ասորիները, որոնք հիմա Հայաստանի Հանրապետությունում են ապրում, Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիսում եւ այլն, արամեացիների հետնորդներն են, իսկ արամեացիները հիշատակվում են մոտավորապես երկրորդ հազարամյակի երկրորդ կեսից սկսած 1500-1400 թվականներին։